Հանուն հոր և որդվո և հոգվի սրբո ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոս ձեզ և մեզ մեծ ավետիս։ Տեսակ ինչքան ուրախ ասացիք, որովհետև բնությունը հարություն է արել մերերներից, որտև երբ որ Քրիստոս հարյավ իմերելոց, կարծես տխրությունն ու տրտմությունը հաղթահարվեց, և ամեն տարի, երբ որ գարուն է լինում, երբ որ ծառերն ու ծաղիկները ծաղկում են, բնությունը կանաչ է հագնում, Քրիստոս հարություն է առնում մեռելներից, զատիկ է գալիս, բայց դուք գիտեք, որ զատիկը շատ հին պատմություն ունի։ Առաջին զատիկը եղավ, երբ որ մեր նախահայր, մեր նախածնող Ադամը զատվեց, հողից զատվեց, հողից դուրս եկավ, գարուն էր, զատիկ էր, բոլորս մենք հլը չծնված գոյություն չունենք, բայց ուրախացանք, որ մարդկային ազգը ստեղծվեց, որովհետև Ադամը զատվեց հողից, Ադամը ստեղծվեց հողից և դարձավ մարդ, և հենց այդ օրը, այս օրն էր, զատկի օրը Ադամը ստեղծվեց, պասեքն էր, որ Ադամը ստեղծվեց, և առաջին զատակը եղավ Ադամի ստեղծումը, բայց ցավոք սրտի այդ զատիկը Ադամի ստեղծումը երկար չտվեց, վտարվեց Ադամը դրախտից իր մեղքի պատճառով, հետո ադամորդիները ընկան ավելի շատ մեղքերի մեջ և իսրայելացիները, որ կոչված են Աստծո ժողովուրդ, գնացին Եգիպտոս, այնտեղ գերության մեջ եղան 400 տարի և Աստված ուզեց մի նոր զատիկ անել, ուզեց նոր գարուն անել, նոր կենդանություն տալ մարդկությանը և այս անգամ երկրորդ զատիկը եղավ, առաջինը կոչվում է արարչական զատիկ, երկրորդը կոչվում է օրենսդրական զատիկ, օրենք տվեց, իսրայելացիներին դուրս հանեց Եգիպտոսից և առանձնացրեց հեթանոսական բոլոր ազգերից ու ժողովուրդներից, զատեց, ասեց, թող Աստծո անունը ձեր մեջ տրվի, թող Աստված ձեր սրտերում պաշտվի, երկրպագվի, ճանաչեք ճշմարիտ Աստծուն, սիրեք նրան, ձեր ամբողջ սրտով, ձեր հոգով, ձեր մարմնով, ձեր մտքով, ուրեմն երկրորդ զատիկը օրենսդրական զատիկն է, սիրո զատիկն է, 10 պատվիրանների զատիկն է, բայց ցավոք սրտի մարդիկ այդ 10 պատվիրաններն էլ չպահեցին, օրենսդրական զատիկն էլ չօգնեց մեզ, նորից ընկանք մեղքերի մեջ, հատկապես Աստծո ժողովուրդը ուրացավ Աստծուն և եկավ փրկչական զատիկը, Քրիստոսի զատիկը եկավ և Քրիստոս եկավ ու նոր զատիկ արեց, զատիկ զատվեց, Քրիստոս հարյավ իմերելոց նշանակում է Քրիստոս մեռելներից զատվեց, հեռացավ, կենդանացավ, հարություն առավ մեռելներից և այդպես եկավ մեր իրական այսօրվա զատիկը, փրկչական զատիկը, այսօր մենք տոնում ենք փրկչական զատիկը, Քրիստոսի մեռելներից հարություն առնելը, զատվելը, բայց մեզ ինչ օգուտ այդ զատկից, Քրիստոս հարյավ իմերելոց, մեզ ինչ օգուտ, ամենամեծ ուրախությունը աշխարհի ողջ պատմության մեջ Քրիստոսի հարության ավետիսն է, որևէ ժողովրդի, որևէ ժամանակաշրջանում այսպիսի ավելի բարի լուր, այսպիսի մեծ ավետիս չի տրվել, Քրիստոս հարյավ իմերելոց, զատվեց մեռելներից, որպեսզի մենք էլ զատվենք, ազատագրվենք մեռելային կյանքից, մեղքերից, չարիքներից, անօրենություններից, որպեսզի մենք սիրենք Աստծուն մտքով, հոգով, սրտով, զորությամբ, էությամբ, Քրիստոս հարյավ իմերելոց, որպեսզի մեր մեռած բնությունն էլ հարություն առնի մեռելներից,
որպեսզի տեսնենք այսօրվա գարնանային այս գեղեցիկ օրը, սքանչելիքը, բնության զարթոնքը եւ մենք էլ հառնենք մեր ելներից։ Եվ ամեն տարի մինչև աշխարհի վախճանը պետք է տոնվի փրկչական զատիկը։ Բոլոր քրիստոնյա ազգեր ու ժողովուրդները Քրիստոսի հարությունն են տոնում, զատիկն են տոնում, եւ դա կտևի տարեց տարի մինչև աշխարհի վախճան։ Եվ երբ աշխարհի վախճանը կա, կլինի վերջին զատիկը։ Վերջին զատիկը կոչվում է նորոգչական զատիկ։ Երբ աշխարհի վախճանը գա, բոլոր մարդիկ հարություն կառնեն մեռելներից, ինչպես Քրիստոս հարյավի մեռելոց, այնպես էլ ողջ մարդկությունը, որքան եղել են, կան, կլինեն, հարություն կառնեն մեռելներից, ամբողջ երկիր մոլորակը կկենդանանա, երկիրը գարուն կտեսնի։ Հիմա ձմեռը երկիր մոլորակի համար, բայց նորոգչական զատկի ժամանակ ամբողջ երկիր մոլորակը կկենդանանա, բոլոր մեռելները հարություն կառնեն, ինչպես ծիլերն են հողի տակից դուրս գալիս, այնպես ննջեցյալներ իրենց գերեզմաններից դուրս կգան եւ կլինի նորոգչական զատիկը, կնորոգվի ամբողջ արարչությունը, այլևս մեղքը չի տիրի, այլևս չարիքն ու անօրենությունը չի տիրի մարդկանց սրտի վրա եւ այս նորոգչական զատիկը կլինի հավիտենական զատիկ։ Մենք հələ հավիտենական զատկին չենք հասել, բայց ամեն տարի կարող ենք փրկչական զատիկը տոնել։ Ուրեմն ի սրտե, հոգով, մտքով, ուրախությամբ զատիկ է այսօր Քրիստոս հարյավի մեռելոց ձեզ եւ մեզ մեծ ավետիս։